Բացի բոլոր շեղվածություններից, ասենք, որ գրքում Փաշինյանը պատմում է, թե ինչպես է ինքը փախչում երկրից 2008 թվականին։ Մարտի 1-ի դեպքերից հետո, երբ Արևմուտքը ձախողեց Հայաստանում հեղափոխության փորձը։ Փաշինյանը Սորոսի միջոցով կեղծ անձնագիր է ստանում և $10,000 գումար ու երկար ժամանակ թափառում է երկրից երկիր։ Իդեպ ասենք, որ Արևմուտքը, որը փորձում էր հեղաշրջում կազմակերպել Հայաստանում 2008 թվականին, նույն հեղափոխություններից կազմակերպել էր նաև Ուկրաինայում, Վրաստանում, Հարավսլավիայում, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 17 երկրներում։ Ամեն տեղ առանց բացառության այդ թավշյա հեղափոխություններից հետո 100,000-ներով մարդիկ են մահացել, տարածքներ են կորսվել, մարդկանց կյանքը հազարապատիկ անգամ վատացել։ Փաշինյանը ինքն է գրում իր գրքում, որ իրեն Սորոսն է ֆինանսավորում։ Ֆրեդը իհարկե ինձ տվեց պահանջված գումարը, բայց համենայն դեպս հետաքրքրվեց, թե ով է մարելու պարտքս։ Սորոսը, հանգիստ ասացի ես։ Հարկ է նշել նաև իր ցուցադրած ատելությունը ռուսների վերաբերյալ։ Նրանք անհամբեր սպասում էին, թե երբ պետք է ռուսական զորքերը հեռանան իրենց գյուղերից։ Ես հասկացա, որ նրանք հենց այս պահին էլ կարող են վերադառնալ։ Նման վերադարձը հնարավոր է։ Սակայն վրացիները չէին ցանկանում իրենց բնակավայրերում ռուսների հետ համակեցության անգամ 30 րոպեանոց փորձ ձեռք բերել և ունեին մի ներքին որոշում՝ չվերադառնալ այնքան ժամանակ, քանի դեռ ռսի անիծված ոտը չի հեռացել իրենց տներից։ Հիմա ամենակարևորներից։ Այս մարդը ինքն է գրում, որ այս հողերը մեզ պետք չեն։ Սիրտը ուզում է, որ դաշտավայրն իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո։ Ուղեղն ասում է, մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, և առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք այդ հողերը վերադարձնել հանուն խաղաղության։ Չի բացառվում, որ կլինեն նիկոլականներ, որոնք կասեն, թե այդ գիրքը նախկիններն են գրել, բայց դրան էլ միջոց կա։ Մտնում եք Google և հավաքում եք երկրի հակառակ կողմը ու կտեսնեք բազմաթիվ հաղորդումներ, որտեղ ինքը Նիկոլը ներկայացնում է այդ գիրքը։